Աղոթենք Եկնավոր հայր, փառք կուտանք քեզ ով դեր այս տեոնական խորվան համար, փառք կուտանք եւ շնորհակալ ենք քու սիրույթ համար, քու հոգացությանդ, քու շնորհքիդ համար ով դեր։ Շնորհակալ ենք, որ մեզ գողորմիս, մեզ համբերես եւ նաեւ ով դեր քու սերը տարբեր ծևերով գայտնես մեզի, մեզ բահելով, մեզ առաջնորդելով, մեզի խոսելով ով դեր խոսքիդ միջոցով եւ գամքդ հայտնելով, բայց նաեւ ով դեր այսօր մեզ գհրավիրես բաշտամունքի քո արջևդ կենալու եւ քեզ պարապանելու, քեզ պարավորելու ով դեր եւ անգամ եւս քո խոսքդ լսելու։ Ով դեր շնորհակալ ենք ու շնորհքիդ համար, որ մեզի դվիր, մանավանդ բրգության շնորհքին համար, որ մեզ դվիր ու ցանկդ մեզի համար զոհելով խաչին վրա, որովհետեւ մենք ով դեր մեղքերու թողությունը ստանանք, որովհետեւ մենք քո հարության զորությունով, իրականությունով նոր ցանկ ստանանք, վերստին ծնունդ ստանանք եւ մեզի արիտ դվիր ով դեր որ քո աշակերտներ դլանք, քեզ մեզ սորվինք եւ մանավանդ քեզի հետ կալենք եւ ճանանք մեր ցանկի մեջ, մեր ապրելակերպի մեջ քեզի նմանիլ, քու միտքդ ունենալ եւ նաեւ ով դեր թուն մեզ գրավիրես ծառայության, գրավիրես նաեւ քեզի համար այս աշխարհի մեջ վգաներ լալու։ Գաղութենք, որ ով դեր մեզ միշտ քու շնորհքիդ մեջ բայես, գաղութենք, որ նաեւ մեզ հաստատ բայես մեր հավատքի մեջ, մեզի հնազանդ բայես, մեզի հնազանդ հոգի դասով դեր եւ պատրաստ լանք միշտ ամեն բանի մեջ ու գամքդ խնդրելու, ու գամքդ գիտնալու եւ մանավանդ գամքիդ եւ խոսքիդ հնազանդ լալու։ Մեզ առաջնորդե մանավանդ մեր ցանկի այս հոգեվոր աճման մեջ, մեր ցանկի հոգեվոր բարժություններու մեջ եւ դուր որով դեր չի զուլանանք, դուր որ անդարբեր չի գտնվինք, բայց մանավանդ ով դեր քեզի հետ ժամանակ անցնենք, խոսքդ կարդալով, աղոթքով եւ մանավանդ ով դեր նաեւ այդ խոսքը թող ցանկի վերածվի մեր առօրյայի մեջ։ Պետք ունենք ամեն բանի առաջ նաեւ Սուրբ Հոգին ներկործության, Սուրբ Հոգին զորության, պետք ունենք որ ով դեր երբեմն անտիմանես մեզ, պետք ունենք որ նաեւ մեզ զգաստացնես, արթուն բայես մեզ եւ մանավանդ պետք ունենք ով դեր որ ամեն քայլի մեջ մեզի առաջորդը լաս, մեզի ուղեցույցը լաս ով դեր եւ մանավանդ մեզ քու ջամփուտ մեջ հաստատ բայես եւ նաեւ քու ջամփուտ մեջ առաջորդես մեզ ով դեր։ Դու մեր ցանկի լույսն ես եւ քուներգայություն ով դեր, այս մեր ցանկի մեջ գոյություն ունեցող ամեն տեսակի խաբար ով դեր գլուսավորվի եւ լույսի գվերածվի։ Մեզ եկիր ով դեր եւ մեզ քու շնորհքիդ մեջ պահե։ Եթե մեր մեջ հիվանդներ կան, ով դեր գաղութենք որ թուն բժշկություն դաս եւ թուն համբերություն դաս ով դեր։ Նաեւ մխիթարություն դաս սքավորներուն մեզի խաղաղությունով լեցնես ով դեր մեր ցանկի մեջ գոյություն ունեցող այս փոթորիկներում մեջ, այս դժվարություններում մեջ մեզ առաջնորդե, մեզի հոգա, մեզի բահե եւ նաեւ դուր որով դեր մենք ալ մեր գարքին գանանք ուրիշներուն հասնել, ուրիշներուն պետքերուն եւ գարիկներուն հասնելով դեր իրենց հետ մեր սերը, մեր հոգացությունը, մեր օգնությունները նաեւ բաժնեցելով։ Գաղութենք եկեղեցին ցանկին համար եւ գաղութենք որով դեր թուն եկեղեցին առաջնորդես ով դեր իր ամեն տեսակի ծառայություններուն մեջ։ Գաղութենք մեր իրագրին համար, անոր առաջնորդներուն, գաղութենք երկրին խաղաղության համար, ով դեր գաղութենք որ այս դակտապները իրենց լուծման անքին եւ ով դեր խաղաղություն դիրե ոչ միայն լիբանի մեջ, բայց եւ ամբողջ շրջանի մեջ եւ թուն օրտնե առաջնորդային բոլոր անձերը, որոնք խաղաղության համար աշխատին ով դեր եւ գործեն։ Մեզ եկիր այսօր այս պաշտամունքին
այս դեոնական օրվան մեջ, նաև գալիք շաբթվան մեջ, մեր ընելիքներում մեջ, մեր ծառայություններում մեջ եւ ինչ որ գնենք ով Տեր Հիսուս այդ բոլորը քու բարքի համար լա եւ մեր հավատքի շինության համար լա ով Տեր։ Քու անունով կխնդրենք շնորհ մեզ։ Ամեն։ Պայլիս Աստծո խոսքեն ուզեմ գարտալ Փիլիպպեցերուն նամակեն երկրորդ գլուխ 12 եւ 13 համարները։ Գիտեք, այս գլուխը նշանավոր է Տեր Հիսուսի փրկagorության մասին խոսի, իրանցը բարբեց, վերջը գսե որպես ամեն լեզու թավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է, որ Աստծո բարքին մեզ։ Ուրեմն գսե Պողոս առաքյալ ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ադեն հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, այլ ավելի հիմա իմ բացակայությանս ադեն, ահով ու թողով անձերուտ փրկությունը գործեցեք։ Քանզի Աստված է, որ ձեր մեջ կներկործե գամենալը ու ունելը իր հաջությանը համար։ Տեր օրհներ Սուրբ խոսքին ընթերցումը։ Անշուշտ այս համարի մեջ այսօր պիտի գեցուանամ ահով ու թողով այս խոսքին վրա, բայց կսե առաքյալը ձեր անձերուտ փրկությունը գործեցեք։ Այս համարը գրնա մեզ համար շփոթ ստեղծել, որովհետև գրնանք խորիլ, որ փրկությունը մեր անձերուն մեր գործերով է։ Այսինքն անձը իր գործերով կփրկվի։ Ինչ անշուշտ մենք գիտենք, որ այդպես չէ։ Գիտենք, որ Պողոս առաքյալի համար հիմնական է եւ հիմնական միտք է, որ փրկությունը Աստծո շնորհքն է։ Գործերով չլրադիկ, եւ այդ մեկը նաեւ կտեսնենք իր նամակներում մեջ, օրենքով չէ, քաղաքացի նամակի մեջ երկար բարակ կխոսի առաքյալը այս նյութին շուրջ։ Հիմնական միտքը Պողոսի համար այն է, որ մինչ փրկությունը մեզ համար Աստծո շնորհքն է, սակայն հավատքի կյանքը, մեր հոգևոր գազմավորումը, հավատքի կյանքի մեջ մեր աջիլը, մեր մեջ Աստված գաշխատի, բայց այդ հավատքի կյանքի մեջ, աճման մեջ մենք Աստծո գործընկեր ենք, գործագից ենք։ Այո, Աստված իր Սուրբ Հոգիով եւ իր խոսքով պատասխանատու է մեր հոգևոր աճման եւ գսե որ քանզի Աստված է որ ձեր մեջ կներկործե գամենալը ու ունել իր հաջության համար, Աստծո գործը հոն է, Սուրբ Հոգի ներկործությունը հոն է, բայց մենք մեր բաժինը ունենք։ Մենք մեր բաժինը ունենք մեր անձին համար, անձնական կետնի վրա, բայց նաև որպես եկեղեցի նաև ուրիշներուն համար, ալդոր համար եկեղեցին առաքելության մասին կխոսենք։ Մենք անձնագետրոն եւ ինքնանավադակ չենք, հավատքը ինքնանավադակ չէ, բայց նաև ուրիշներուն ուղղված է։ Ուրեմն մեր հոգևոր այսպես ասված ցևավորումը, գազմավորումը, գրնազանազան միջոցներ ունենալ։ Եվ անշուշտ գրնանք դարբեր ցևերով մոդենալ հիմնվելով նաև Աստծո խոսքին մեջ, Աստվածաշունչին վրա, Աստվածաշունչը դարբեր մոդեցումներ, դարբեր գերբարներ կուտա մեզի։ Անշուշտ մոդեցումները մեկը հոգևոր վարժություններն են, disciplines, spiritual discipline, հոգևոր դիսցիպլիններ։ Եվ անշուշտ շեշտերը մեկը Աստծո խոսքը գարտալ եւ Աստծո խոսքը հասկանալն է մեզի համար։ Նեհեմիա 8-րդ գլխում 8-րդ համարի մեջ կսե, երբ Իսրայել ակսորեն կվերաթարնա, Եզրաս քաղաքին բարիստները գշինե։ Եվ անոնք օրենքը մորցած էին։ Ժողովուրդը երկար դայներ Բաբելոնի մեջ ապրեցավ եւ Աստծո խոսքը մորցած էին։ Ուրեմն գսե որ անոնք Աստծո օրենքին քիրքը հստակ կերպով գարտացին ժողովրդին։ Անոնք Աստծո օրենքին քիրքը հստակ կերպով գարտացին ու մեկնելով գարտացածին հասկացուցին։ Այսպես գրված է։ Ուրեմն ինչ կսե աս համարը, ասել է որ պետք է Աստծո խոսքը հստակ գարտալ եւ անշ պետք է որ հստակ ցևով, շիդակ ցևով պետք է գանանք Աստծո խոսքը հասկանալ։
Եվ անշուշտ դարբեր ծևեր կա գարտալու, դարբեր մոդեցումներ կա գարտալու, օրինակի համար ծևերեն մեկը, որ գնանք Աստծո խոսքը գարտալ եւ սերդել, հերոսներու մասին գարտալն է, անձերու մասին գարտալն է։ Եվ ասիկա մեզի օրինակի համար շատ ավելի գտուրին ցե 5 դագարանը գարտալը։ Մովսես, Աբրահամ, Մովսեփ, Դավիթ, մարգարեները, ուրեմն գնանք գարտալ, գնանք հասկանալ, գնանք սերդել եւ գնանք իրենց մե հոգեվոր տասեր քաղել։ Գնաց Դավիթի կյանքը գարտալ եւ Դավիթի սամոսները գարտալ։ Եվ տեսնել, որ սամոսները որքանով Դավիթի կյանքին հետ կապված են։ Այո, պարապանություն կա, լավ բաներ կան ապտեղ, բայց նաեւ գնկարակրե Դավիթի բայկարները, Դավիթի դժվարությունները, գահաչե ով դեր օսին մեջն է, հալածվի։ Տեսնեք, օդին մեջ չեն գրված սամոսները։ Իր կյանքի փորձառություններն է, որ գարդահայտեն։ Այս մեկ անշուշտ մոդեցում է։ Ուրիշ այլ մոդեցումներ կան։ Այդ մոդեցումները մեկը հետևյալ հարցում են գփխի։ Հարցում է ինչ բանը մեզ գմղե Տեր Հիսուսի կալու։ Ինչ բանը մեզ գմղե Աստծո կալու։ Եվ Աստծո կալով մեր դարբեր դեսագի գարիկները, պետքերը կոհացնելու։ Գիտեք, մարդը առած պետքեր ունի, գարիկներ ունի, ջաշեն, հագուստեն գսկսի։ Բայց ավելի լուրջ գարիկներ կան մեզ համար, գուզենք աբահով սկալ, գուզենք կոհացում ստանալ, գուզենք կարևորություն ստանալ։ Հոգեբանության մեջ Աբրահամ Մազլոյանը մեկ արվոր հոգեբան մգար այս մարդկային պետքերը վարեն մեր շարեց։ Աբահովություն, գարիկներ, ֆիզիկական կոհացում, կարևորություն ստանալ։ Օրինակ, Տեր Հիսուս մեզի ինչ կխոստանա, հավիտենական կյանք կխոստանա։ Հիսուսի ասին, որ դեր որու երտանք, տուն հավիտենական կյանքի խոսքեր ունիս։ Դեպ ասիկա մեզի աբահովություն չի դար, եւ որ դերը մեզի եւ որ իրեն գուքանք մեզի հավիտենական կյանք կխոստանա։ Այսինքն ժամանակավորեն անտին դեպի հավիտենական։ Գիտենք, որ մեր կյանքը այստեղ ժամանակավոր է։ Չեմ գիտենք, շատեր գմորնան այս մեկը։ Գիտեք, բայց մենք գիտենք։ Այս կյանքի մեջ սիրելիներ քրիստոնյաներ, հավատացյալներ եւ անհավատներ, անոնք որոնք չեն հավատար, անոնք որոնք Քրիստոսի չեն հավատար, հետը գապ չունին, այսինքն հարաբերություն չունին, հորիզոնական կետնի վրա նույն դժվարություններուն կրնան հանդիպիլ։ Եթե դու հավատացյալ ես, եթե տրացիդ հավատացյալ չէ, երուքը դալ բոլորսալ նույն դժվարություններն, նույն դակնապներում մեջ են գանցնինք կոր։ Բայց հավատացյալը դարբերություն ունի, որովհետև գրնանք կամ ընդրած ենք հոգին հետ քալել, ընդրած ենք Քրիստոսի հետ քալել։ Եվ Քրիստոսի հետ քալելը մեզի հավելյալ գարելություններ գուտա։ Անշուշտ կոջակը չէ, որ մեր կյանքը բարդակույն պիտի լա, մեր բոլոր հարցերը պիտի լուծվին, ոչ, բայց Քրիստոսի մեզի հետ քալելը մեզի այլ հավելյալ գարելություններ գուտա եւ անոնք մենք Աստծո խոսքի մեջ կգարտանք։ Խոստանա, որ մեզի պիտի ուղղա, խոստանա, որ մեզի հետ պիտի լա, պիտի զորացնե։ Գիտենք այս բոլոր բաները։ Այս մեկը հավատքի ճամփորդություն է Քրիստոսի հետ։ Բայց նորեն ինչ բանը մեզ մղելու է այս հավատքի կյանքը որդեգրելու։ Ինչ բանը մեզ մղել այս հավատքի կյանքը որդեգրելու եւ Քրիստոսի հետ կալելու կյանքի այս անորոշություններում մեջ։ Ինչու Հիսուս եւ ոչ ուրիշ բան։ Գիտ մգարտայի որ 7 մղումներ կան գսե, 7 բաներ մեզ գմղեն։ Մենք գսե որ ուրիշ գայլություն չունենք կյանքի մեջ։ Ասի գայլություն մնե։ Ուրիշ բան երկրորդը որ Աստված սեր է։
Եվ Աստծո մեզի սիրածը լալը, սիրելը մեզ գմղե որ Քրիստոսի հետ կալենք։ Երրորդ երախտաբարդ լալը։ Չորրորդ բարձադրում, որովհետև նաև դեր երբ որ իր հետ կալես, նաև քեզի գվարցադրե։ Հինգերորդ ինքնություն մեզի նոր ինքնություն գուտա, նոր նկարակիր գուտա։ 6-րդ նաև մեզի մեր կյանքին նոր նպատակ գուտա։ Եվ անշուշտ 7-րդ դերոջը վախը։ Դերոջը վախը նաև մեզ գմղե որ Քրիստոսի հետ կալենք։ Եվ նայեցեք մի զարմանակ որ այս 7 բաներն ալ Աստվածաշունչի մեջ իրենց հատվածները, իրենց համարները ունին։ Փիլիսոփայություն չէ ըրածս, կարելի ամեն մեկու մասին խոսիլ։ Դերոջը վախը։ Ընդհանրապես 5 դագարանի մեջ վախի մասին գխոսին։ Գարձեք որ միան 5 դագարանը վախի մասին գխոսի։ Սակայն նոր գդագարանն ալ դերոջը վախը գշեշտե։ Հիսուսին ցավ վախցեք անգե որ գրնակ մի վախտակ անգե որ գրնան ծեր մարմինները մեր բայց վախցեք անգե որ գրնան ծեր մարմինը քեհենի գրագի մեջ ցկել Ուգաս 12:4 գրնանք կարդալ Շպարտապար մարդիկ իրենց յանքի մեջ ավելի կարևորություն կտան դեսանելի բաներու, որոնք անցողագի են կանցնին եւ պիտի անցնին եւ զանց կառնեն ինչ անդեսանելին զանց կառնեն հավիդենականը երևայեցեք շատ ավելի ներդրում կնենք անցողագի բաներու վրա մարդիկ Can invest in ներդրում գնեն հավիդենականին վրա։ Գմորնանք որ Աստծո անհնազանդ գտնվելու հետևանքները ավելի մեծ են, քան մարդոց հնազանդիլը, քան մեր մարդկային ընդրությունները։ Ինչ կնշանակե Աստուծմե վախնալ։ Արդյոք այդ հարկանքի եւ վախի Սկացումն է Աստծո հանդեպ։ Այո, գա, եւ որ Աստծո մեծության դիմաց ես, վստահ որ պիտի վախնաս։ Ես այ մարգարեության մեջ կերոպեները, սերոպեները կտեսնենք եւ ուզում, այ ինձ պիտի մեռնիմ, կամ որ դերոջը բարի կտեսա։ Այո, Աստծո արջև չես կրնար թեթևորեն Աստծո արջև գենալ։ Ադիգա։ Բայց կնշանակե ավելին։ Գնշանակե որ անցը պետք է ունենա այդ անգլերով mindset կսենք այսինքն մտաբատկերը որ միտքը այնպես տրված է շինված է որ ինքը մեծ տակավորության անդամ է եւ կնշանակե ընդունել որ այդ տակավորը իշխանություն ունի այդ անձին վրա ընդունել որ այդ տակավորը իշխանություն ունի Քու վրատ, քու կորձիտ վրա, քու աբակայիտ վրա և անշուշտ գիտնալու ենք, որ մենք այդ թագավորը, այդ դերը պետք է հաջեցնենք, պետք է իրեն հաջելի կյանքը ապրիլ։ Գիտնալ և վստահել, թե մեր կյանքը անոր ձեռքերուն մեջն է։ Արագածը ինչ կսե, իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Այսինքն, եթե իմաստուն գուզես լալ, կյանքդ Քրիստոս Աստծո վրա պետք է որ հիմնես։ Իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Վախնալ Աստծո։ Եվ մի քանի համարներ ուզեմ դալ եւ այդպես փակել։ Փեն օրինաց 5:29-ը գսե Երանի տանոն սիրտնալ այնպես լար որ ինձ մե վախնալով միշտ իմ բոլոր բադվիրանքներս բահեին, որպես իրենց աղեգը լար ու իրենց որդիներուն ալ հավիդյան, ոչ թե միան իրենց, բայց նաև իրենց որդիներուն, ուրեմն հոստեղ Աստծո վախը ինչ կնշանակե, կնշանակե որ Աստծո բադվիրանները բահել, Աստծո խոսքը բահել
եւ աստեղ խոսում գայ, որը թե մենք ասո խոսքը բահենք, ինչ պիտի լա մեզի աղեգ պիտի լա, մեզի լավ պիտի լա։ Փարիկները պիտի վայելենք, օրդությունը պիտի ոչ թե մենք, բայց նաեւ մեր զավակները, մեր ընտանիքը, մեր միջավայրը։ Ելից 20-20-ի մեջ Մովսես սավ ժողովրդին մի վախնար, վազե Աստված ցես փորձելու ելավ։ Այնպես որ անոր վախը ծեր արչև լա, որբեսի չմեղանչեք։ Ուրեմն ծեր փրկությունը ահով ու տողով ծեր փրկությունը կործեցեք, ասել է որ եւ որ մենք Աստծո վախը մեր մեջ մեզ գբահե մեղք կործել է։ Մեղքի մեջ ինալ է գբահե։ Այդ սկաստությունը գուտա մեզի, այդ արթուն վիճակը գուտա արթուն գեցեք, սկաստելալ։ Հիսուս ալսավ արթուն գեցեք։ Մարմին հոգին հոժար է, բայց մարմինը դգար։ Եվ անշուշտ գիտենք ինչ եղավ աշակերտներուն։ Պեն օրինաց 6:13 կուդեր ասում է վախցիր ու զանիգա բաշտե եւ անոնովը երթում դրե։ Անշուշտ Հիսուսով երթում մինեք ասանով։ Բայց ոս շեշտը ինչի վրա է զանիգա բաշտե։ Ուրեմն Աստծո վախը մեզ բաշտամունքի գհրավիրե։ Զինք բաշտելու գհրավիրե, զինք մեծարելու գհրավիրե, քանի որ ինք ամենակարող, ամենաստեղծիչ Աստվածն է, մեզի սիրող Աստվածն է, բրգությունով Աստվածն է։ Ուրեմն ուքանք եւ անշուշտ զինք կբաշտենք։ Սամոս 33:4 ով դեր եթե անօրենություններ իշելու լաս դեր ով գրնագենալ գսե։ Եվ ասի ամեն մեկուս համար իրական է, բայց փուքովը դե թողությունը որբեսի քեզ մե վախնան։ Ուրեմն դերոջկով ողորմություն գա։ Դերը ներող Աստված է։ Ներող Աստված է։ Եվ դրամար նաև դերոջ վախը մեզ գմղե իր ներողամությունը նաև վայելու։ Պենգորն տացիս 7:1 ուստի սիրեյներ, որը մենք այս խոստումներ ունենք, մեր անձերը մարմնի հոգի ամեն կերպ բղծությունը մաքրենք եւ սրբությունը գադայլակորձենք Աստուծո վախով։ Ուրեմն Աստծո վախը զիս եւ քեզ գմղե պետք է մղե որ ես մեր անձերը իմ յանքս ինչն եմ մաքրեմ։ Անշուշտ ես չեմ գնալ մաքրել, դերը պիտի մաքրե եւ սրբությունը գադարելակորձենք։ Սուրբ կյանք ապրենք եւ անշուշտ գիտենք որ սուրբ կյանք ապրիլ կնշանակե որ Աստծո հատկացված, Աստծո նվիրված կյանք ապրենք։ Այդ Պետրոս 1:17 եթե հայր գոչեք զանիգա որ առանց աչարության գտադե ամեն մեկ իր գործի համատ ուրեմն ծեր բանտղտյան ժամանակը վախով անցուցեք Աստծո հայրությունը եւ գիտենք որ նաեւ Աստծո Թադաստանը առանց աչարության գտադե որ մենք օրը նաեւ հաշվետու ենք պատասխանատու ենք մեր կյանքին համար, մեր հավատքի կյանքին համար եւ Աստծո արչեւ պիտի գնանք անշուշտ պատասխան տալու։ Եվ երկու համար հայտնություն 14:7-ը անմեծ ցանով գսեր ասում է վախցեք ու փառք տվեք անոր քանզի Թադաստանի ժամը եկավ ու երկրպագություն դրեք անոր որ ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ ծովը ու ջուրերուն աղբյուրները նորեն Աստծո Թադաստանի մասին եւ այսօր Թադաստանի մասին երկեր տրածեիր ուրեմն սիրեյներ գտեսնեք եթե միայն այս գաղափարը առնենք դեր ոչմե վախնան եւ Աստվածաշունչը գարտանք գոքնե մեզի որ հասկանանք որ Պողոս Արաքյալ ինչ կուզե ասել ահով ու թողով ծեր փրկությունը կործեցեք ահով ու թողով աշխատեցեք որ ծեր հավատքի կյանքը ծևավորվի կնշանակե պաշտամունք կնշանակե մաքրություն կնշանակե
Թադաստան պատրաստել էր Քրիստոսի քալուն Գենշանագե նաև սինգ դերը բաշտել։ Եվ հետաքրքրական է Աստծո խոսքը, եւ դրա համար երբ որ գսերդենք ասիկ օգնեմ մեզի որ Աստծո խոսքը գարնանք հասկանալ։ Եվ գիտեք այսօր դերը մեր ցերկերու մեջ լավ կորձիկներ դրած է, որ նաև գրնանք կորձածել։ Ինտերնետը ChatGPT-ին հարցուրը սա որ ասոր մասին համարներ դուր ինձ կամ ոյ մեկ եթե անշուշտ կորձածեք կոր ինտերնետը Google-ի վրա սա որ ասոր մասին հարցումներ դուր եւ արդեն քեզի վերեմ որ գարնես համարը գսկսի սպանալ գսկսի սկարտալ եւ գրնաս հասկանալ որ դերոջը վախով ապրիլը ինչս է հավատացիան համար եւ ինչս է մեզի համար այո սիրելիներ կարևոր է որ հավատացյալը իր հոգևոր կյանքը մշակե դերոջը վախը նկատի առնելով դերոջ վախով մեր կյանքերը մշակելու ենք եւ գիտնալով որ մենք այո Քրիստոսի զավակներն ենք Աստծո որդիներն ենք բայց նաեւ Քրիստոսի ծառաներն ենք նաեւ ծառայության գանչված ենք հետեւաբար ինչպես կրնա այս ճշմարտությունը կամ այս ճշմարտությունները գիտնալը եւ ապրիլը ինչպես կրնա հարստացնել քո հավատքդ եւ անշուշտ փոխել եւ աստել քու վարմունքիդ վրա նորեն այս համարով վերջացնեմ երային տես անոնց սիրտն ալ այնպես լար պեն օրինաց որից մեն վախնալով միշտ իմ բոլոր բադվիրանքները բահեին որբեսի իրենց այգլար ու իրենց ոտքերունալ իրենց որդիներունալ հավիդյան ես միշտ կսեմ որ եթե օրդ մի դսկսիս փանոմը գրնաս սկսիլ եւ երբեմն որ արդենաս սե որ ով դեր օգնե ինձ որ այսօր ու բադվերներուտ հնազանդելամ Կամ օյմանցս օրտնեդերը եւ անոր բոլոր բարարությունները մի մորնար։ Սա որ ես այսօր օրս այսպես պիտի Դերս յանքիս մեջ շատ կանկադելիք բաներ գրնան լալ, բայց պիտի ճանամ այս օրվան մեջ նաեւ կուպարիկներդ դեսնել։ Եվ ադոր համար քեզ մե կողնակ լա։ Թող մեզ միշտ դերոջ վախին մեջ բայ։ Ամեն։